անհիմն, լրիվ անհիմն ձևով առանց որևէ փաստի կարելի է ասել 3 տարի արդեն շուրջ այս գործը կա ու նոր մտել են դատարան այն դեպքում երբ որ բոլոր հիմքերը, բոլոր փաստերը, որոնք ապացուցում են, որ մենք ընդհանրապես ոչ մի կապ չունենք դրա հետ, մեր հիմնարկ, մեր բանան ներկրող հիմնարկ եկել է մի տոննա կոկային, որը ընդհանրապես աշխարհում այդպես դեպքեր շատ են լինում, Եվրոպայում, տարբեր տեղերում լինում են, հա, մեծ քանակությամբ ա եղել, բայց աշխարհում այդպես դեպքեր շատ են լինում, առավել եւս երբ որ մենք դա գնացել ենք, հանձնել ենք իրենց, այսինքն մեր հիմնարկի աշխատողները գնացել են ու հանձնել են ԱԱԾ հետ եկած կոկայինը, ոչ թե հայտնաբերվել է, ու դա էլ կա գործի մեջ, դրան բազմաթիվ փաստեր, թե զանգը, Միրան Պողոսյանի զանգը, պարոն Աբազյանին փաստում է դա, թե տեսախցիկներով նկարանված, որ օրը ցերեկով պահեստի մեջից մարդիկ բացում են այդ կոնտեյները, զարմանքից չեն իմանում ինչ անեն։ Այդ ամեն ինչը կա, ու այդ ամեն ինչի հետ մեկտեղ 3 տարի է, 3 տարուց ավել է, ես իմ հորը չեմ տեսել Հայաստանում, ստիպված եմ եղել գնամ Ռուսաստան, 2 անգամ գնացել եմ Ռուսաստան, որ կարողանամ հորս տենամ։ Ու մինչև հիմա այս դատարան նոր է մտել գործը ու դատավորը անընդհատ հետաձգում է։ Երկրորդ անգամ արդեն հետաձգում է, ինչի պատճառով, որ մեր որոշ մեղադրյալներից չեն գալիս դատի, չգիտեմ ինչ պատճառներով, ես նրանց հետ կապ չունեմ, ես խոսում եմ կոնկրետ իմ հոր վերաբերյալ, որ ինքը համաշխարհային հետախուզման մեջ է, այն բանի համար, որի հետ ընդհանրապես ինքը ոչ մի Ձեր հայրը Գագիկ Բադալյանը։ Ձեր ներկրող ընկերության անունը կասեք, որն է այդ ընկերությունը։ Մրգենի Հա, Մրգենի մասին եք ասում, եւ Խավորի մասին խոսեցիք։ Միրան Պողոսյանը, այո, իմ խավորն է։ Նշեցիք, որ անհիմն են մեղադրանքները եւ նաեւ նշեցիք, որ դատարանը անհարկի հետաձգում է դատական նիստը։ Դուք այստեղ որևէ միտում եք տեսնում եւ միտումը ինչով է պայմանավորված։ Դատավորի դեմ կոնկրետ բան չեմ կարող ասել, որովհետեւ հարգելի պատճառներով կարելի է հասկանալ, պաշտպաններից ոմանք չեն գալիս, դրա համար կարող է հետաձգվել, բայց իմ կոնկրետ իմ հարցը, իմ հոր վերաբերյալ է, միջնորդություն ենք անընդհատ ուզում ներկայացնենք, որ կալանքը գոնե այդ մարդու հանեն իմ հոր, որ կարենա գա ինքը ստեղից մասնակցի դատեին, այսինքն հետախուզումը իր վրայից հանեն, ինքը հանգիստ կարենա գա ստեղ, մինչև դատի ավարտը, հիմա դատը կարող է երկար տևի, մեծ գործ է, բայց իմ կոնկրետ ուզածը այն է, որ կալանքի որոշումը փոխեն, թեկուզ տնային կալանք տան, որ կարենա իմ հայրը գա ստեղ։ Տնային կալանքը դա նույն կալանքն է, ոչ Իսկ միտում տեսնում եմ, թե չէ, միանշանակ տեսնում եմ միտում, բնականաբար կապված այսօրվա իշխանությունների հետ, որոնք շատ այսպես ասած աբիժնիկ մնացած են շատ մարդկանցից, որոնց մեջ նաև մտնում է իմ խավորը, չգիտես ինչու, տարբեր բացատրություններ կան, կայքում կարող եք գտնել, բայց ես էսի տեսնում եմ որպես անձնական ինչ-որ չարության արտահայտում, որ ինչ-որ մի ձև ուզում են վնաս տան իրեն վնաս տալու համար վնաս են տալիս իր մտերիմներին, այսինքն ինձ, իմ ընտանիքին, իմ հորը, որ հետախուզման մեջ է, այսինքն մենք ամբողջ կյանքում իմ հայրս աշխատել է ամենաարդար ձևով բոլորը այս գործի մեջ ինչքան մարդ կա, բոլորը այստեղ մեղավոր մարդ չկա, որ հիմա նստում են ասում են մեղադրյալ, այստեղ մեղադրյալ ընդհանրապես չկա։ Ես բնականաբար այնպես եմ տեսնում, որ միանշանակ իրանց թելադրում են, որ իրանք այդպես անեն։ Ներողություն, ձեր հայրը չի ներկայանում, չի գալիս Հայաստանի Հանրապետություն, ինչու չի կարողանում։ Միջազգային հետախուզման մեջ է ինքը։ Հա, այսինքն որ կա կալանքային մտավախությունը դա է, դրա համար չի գալիս։ Այո, չի գալիս։ Իսկ եթե հանեն, ինքը կգա եւ պարտաճառի։ Որտեղ ա եղել, ի սկզբանե, այսինքն ոնց է ինքը Հայաստանից դուրս եկել եւ երբ։ Ինքը Հայաստանից դուրս է եկել 2023 թվականի մայիսի 25-ից։ Այդ ժամանակ արդեն դեպքը Այդ ժամանակ արդեն հանրայնացվել էր, մոտավորապես 20-21-ին հանրայնացրել են, հայրս դուրս է եկել այդ ժամանակ երկրից, այդ ժամանակ հələ որոշում չի եղել իրան ձերբակալելու, իր դուրս գալուց հետո է եղել։ Հետո արդեն համաշխարհային հետաքրքրում։ Մի խոսքով միջազգային, այսինքն ներողություն, ձեր հայրը գործով պայմանավորված է երկիրը լքել։
ոչ գործը կոնկրետ իր վերաբերյալ ոչ մի բան չկար գործի մեջ, որոշում չկար, չէ։ Դուք ասիք ձեր 18-ը լրացած է։ Այո։